Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, եղբայրներ, քույրեր, այսօրվա համար էլ փառք Աստծուն, ամեն օրը Տիրոջից մղեր է մեզի, որ մեզի կյանք է տվել եւ առավել եւս պահել է իր եկեղեցում, իր ոտքերի առաջ։ Ես մտածում եմ, որ այս աշխարհում երկրագնդի վրա եկեղեցուց լավ տեղ ու վայր չկա։ Ամենատեսարժան վայրերը, չգիտեմ, ինչ-որ մարդկանց հետ ժողովները, ոչ մի տեղ այնքան կարևոր չէ, ինչքան մեր Տեր Հիսուս Քրիստոսի ոտքերի մոտ, որտեղից մենք լսում ենք իր հավիտենական կյանքի խոսքերը, որ մեզ կարող է կյանք տալ։ Այն ինչ որ մենք լսում ենք եկեղեցում, ոչ մի տեղ չենք լսի, ոչ մի տեղ այս մասին չեն խոսում։ Աշխարհը ասում է, իրանք աշխարհքիցն են խոսում եւ աշխարհը իրանց լսում է։ Մենք աշխարհքից չենք։ Հիսուսն ասեց, ով որ Աստվածանից է, կլսե ինձ եւ կուկա ինձ մոտ։ Տերը օրհնե ձեզի։ Իմ սրտիս մեջ կա Ղուկաս ավետարան 23-րդ գլուխ 8-ից 11 համարները կարդամ, եղբայրներ, քույրեր, այն պահն է, երբ որ Հիսուսին բռնել էին եւ Պիղատոսի մոտն էր, եւ Պիղատոսը իմացավ, որ Հերովդեսի իշխանության տակից է, Գալիլեայից է, իրան ուղարկեց Հերովդեսի մոտ։ Գրված է 8-րդ խոսքի մեջ. Հերովդեսն էլ Հիսուսին տեսնելով շատ ուրախացավ, որովհետև շատ ժամանակից ուզում էր տեսնել նրան, որովհետև նրա համար շատ բաներ էր լսել եւ հույս ուներ, թե մի նշան կտեսնե նրանից եղած։ Շատ խոսքերով հարցնում էր նրան, բայց նա ոչինչ պատասխան չտվավ։ Եղբայրներ, քույրեր, Հերովդեսը ուրախացավ, երբ որ Հիսուսին տեսավ։ Մենք գիտենք, որ այդ ուրախությունը շատ կարճ տևեց։ Եվ գրված է, որ վաղուց էր ուզում, շատ ժամանակներից ուզում էր տեսնել Հիսուսին, բայց ինչ էր ինքը արել դրա համար։ Ուզում էր տեսնել Հիսուսին, բայց ինքը ինչ էր արել, երբևէ փնտրել էր, երբևէ ինչ-որ մի բան ինքը մի բան զոհել էր իր ժամանակից, իր գործերից։ Հերովդեսը ուզում էր տեսնել Հիսուսին շատ ժամանակներ առաջ, բայց ինքը երբևէ այդ մասին, դրա համար ոչ մի քայլ չէր արել։ Շատերն են ուզում տեսնել Հիսուսին, բայց ինքը, եղբայրներ, քույրեր, նպատակը ո՞րն էր Հերովդեսի Հիսուսին տեսնելու։ Ուզում էր նրանից մի հրաշք տեսնել։ Շատ բաներ էր լսել, Հիսուսի բոլոր գործերը ինքը լսել էր եւ ամեն բան իմացել էր եւ ինքը ուզում էր Հիսուսից մի հրաշք տեսնել։ Մտածում էր, որ ինքը թագավոր է եւ այս է Հիսուսը իրան հատուկ իր մոտ մի հատ հրաշք կգործե։ Շատ հարցեր, բազմաթիվ հարցեր ուներ եւ ինքը իր հարցերի պատասխանը չառավ։ Շատ հետաքրքիր է, չէ՞։ Ուրախությունով Հիսուսին տեսնելուց ուրախանաս, երկար ժամանակ սպասես, որ իրան տեսնես, շատ հարցեր ունես իրան տալու, բայց իրանից ոչ մի պատասխան։ Շատ հետաքրքիր է, եղբայրներ, քույրեր, շատ հետաքրքիր է, որտեվ Հերովդեսի սիրտը Տերը տեսնում էր։ Նա Աստծո որդուն չէր փնտրում որպես կյանք։ Եղբայրները խոսացին կյանքի մասին, Հիսուսը իրան կյանքի համար չէր։ Հիսուսը իրան նշանի, հրաշքի համար էր, նշաններ, հրաշքներ եւ չգիտեմ, շատ հարցեր կար իր կյանքում կուտակված, միգուցե այս բոլոր հարցերը մենք էլ ունենք, չէ՞, շատ հարցեր, մենք էլ չէ, ավելի մեզ համար ավելի հեշտ կլիներ, ավելի միգուցե հաճելի լիներ, որ Տերը, ասենք, մեր բոլոր հարցերը ասեր, օրինակ, մի հրաշք գործեր, մի նշան ցույց տար, ինչքան դիտեւի այս նեղությունը մեր կյանքի մեջ, չէ՞, այս նեղությունը,
բավական է տանջվինք, բավական է այս ցավը, իշկան պիտի տևե, ինչ այս նեղությունը, խնդիրները, մենք այսպիսի բաներ ենք ուզում Աստծուց իմանալ, տեսնես երբ կլինի երեխաների գրաժդանստվոյի հարցը կլուծվի, չգիտեմ, բանագից կազատվի թե չէ, ով կուզեր իմանար իր թորնիկը բանագից կազատվի թե չէ, ով կուզեր իմանար, լավ է չէ այդպիսի բաներ իմանար, ով կուզեր իմանար իր հարսը շատ պիտի իրան տանջե, ինչքան է մնացել, մի ամիս, երկու ամիս, չգիտեմ, ով կուզեր իմանար, ինչքան է տևելու իր կյանքի նեղությունը, դարդը, ցավը, հոգսը, ով կուզեր իմանար իր առողջությունը, ինչքան է տևելու, այդ ցավը, հիվանդությունը, երբ է բժշկվելու, 7 օրից, 8 օրից, 6 ժամից, 5 ժամից, Հերովդեսը, եղբայրներ, քույրեր, իրան կյանքը չէր հետարկրում, իրան ինքը Աստծո որդուն կյանք չէր հետարկրում, ինքը Հովհաննեսին գլխատել էր, այդ գլխատել էր, Հովհաննեսին գլխատել էր, այդ սպանությունը ինքը կատարել էր, իր սրտի մեջ մի հատ զղջում չկար, իր սրտի մեջ մի հատ զղջում չկար, ինքը Հիսուսից նշան էր ուզում, հրաշք էր ուզում, Հիսուսին չէր ուզում, կյանք չէր տեսնում Քրիստոսի մեջ, կյանքը Քրիստոսը չէր, ինքը թագավորն էր, իրան թագավոր պետք չէր, ինքը թագավորն էր, իրան փրկիչ պետք չէր, իրան թագավոր պետք չէր, իրան կյանք պետք չէր, այդ ամենը ինքը ուներ, իրան պետք էր ապագան իմանալ, իր թագավորությունը ինչքան է տևելու, քանի տարի կմնամ թագավոր, այս աթոռին ինչքան կնստեմ, այդպիսի բաներ, այսպիսի հարցեր, եւ ովքեր այս աշխարհում եկել են Աստծուն մարմնավորը փնտրելու, իրանց հարցերի պատասխանը չեն գտնելու, ովքեր եկել են Աստծուց քննելու Հիսուսին, հարցնելու մարմնավոր բաներ, ոչ թե զղջալու, ապաշխարելու, դարձի գալու եւ Հիսուսին կյանք ընդունելու, որտեվ Հովհաննի 5:40-ը կարդացավ այստեղ։ Դուք չեք գալիս ինձ մոտ, որ կյանք ունենաք։ Ոչ բոլորն են Հիսուսին կյանք փնտրում։ Բոլորը շատ հարցեր ունեն։ Այդ հարցերի պատասխանն են ուզում, իմանան ինչքան է տևելու այդ հարցերը, խնդիրները, իրանց կյանքի մեջ, նշանները, հրաշքները եւ շատերը տեսնում են, որ իրանց կյանքում այդպես ապրուստը լավ է, կյանքը լավ է, ամեն ինչ նորմալ է, այդ նշաններին, երևույթներին նայելով ասում են, թե Տերը մեզ հետ է, եղբայր ջան, մենք օրհնված ոչ մի բանի կարիք չունենք, ապրում ենք, եղբայրներ, քույրեր, Հերովդեսը Աստծո կարիքը չուներ, նա ծարավ չէր, կյանքին ծարավ չէր, նա ուներ շատ հարցեր, նա անպատասխան մնաց, անպատասխան են մնալու այն բոլոր հավատացյալները, որոնք Քրիստոսը հավատքը կյանքի համար չէ, որոնք չեն ուզում հավատքը տանել մինչև գերեզման իրանց հետ, որոնք չեն ուզում իրանց անձը մերժեն, նրանք արժանի չեն, գիտեք չէ, այս աշխարհում խոսքը ասում են, այս կինը այս ամուսնուն արժանի չէր, այս ամուսնին են կնոջը արժանի չէր, մարդիկ ասում են, մեկը մեկին արժանի չէր, ինչի են ասում, որտեղ մեկը լավն էր, մեկը վատն էր, եւ Աստծո խոսքի մեջ կան գրած բաներ կա, որ եթե մեկը ավելի շատ, ավելի թանկ բան ունի այս աշխարհում, քան Քրիստոսը, նա իրան արժանի չէ։ Կարող է ինքներս մեզ արժանի համարենք, ասենք մենք լավ էլ արժանի ենք, երկինք մտնող ենք, հավատքը լավ է, բայց կա խոսք։ Եվ միևնույն է, կատարվելու է Աստծո խոսքը։ Կատարվելու է այս Հերովդեսը Հիսուսը եկավ, այնպես ստացվա, որ Հիսուսը եկավ իր մոտ, բայց իրան կյանք պետք չէր։ Դրա համար ինչ եղավ վերջում, եղբայրներ, քույրեր, ով գիտե։ Այն Հերովդեսը, որ ուրախությամբ ընդունել էր, շատ երկար սպասել էր, փնտրում էր Հիսուսին, գրված է քահանապետները, տպիները կանգնած սաստիկ ամբաստանում էին նրանից։ Հերովդեսն էլ իր զինվորների հետ անարգեց նրան, ծաղր անելուց հետո մի փառավոր հանդերձ հագցրեց նրան եւ ետ տանել տվավ։ Նրան պետք չէր Աստծո որդին։ Այն Հերովդեսը, որ ուրախությամբ ընդունել էր, որ ինքը ուրախացել էր, որ շատ երկար էր սպասել,
եկավ մի պահ, որ ինքը ծաղրեց, որ ինքը անարգեց եւ ինքը մերժեց Հիսուսին, տանել տվավ Պիղատոսին, որտեղ իր հարցերի պատասխանը չառավ, իրան պետք չէր այդպիսի Հիսուս, որ ինքը կյանքն էր, որ ինքը թագավորն էր, որ ինքը սրտի թագավորն է, շատերին պետք չէ այդպիսի Հիսուս, որ լինի քո սրտի թագավորը, շատերին պետք է այնպիսի Հիսուս, որ օգնե քո ցանկություններին հասնես այս աշխարհում, քո զվարճությունները կատարվեն, օգնե, բախտը տպերե, հաջողե, ստացվեցնե, երկրավորն ու մարմնավորը, տեսակետները, քո պատկերացումները, եւ Հերովդեսը Աստծո մասին ուներ իր պատկերացումները, եւ այդ պատկերացումները չեղավ, ասեց ինձ այսպես Աստված պետք չէ, որ իմ պատկերացումները չի լինելու, իմ հոգսերի, իմ հարցերի պատասխանը ես չառա, ինքը չասեց, ես աթոռը, որի վրա ես նստել եմ, քանի տարի պիտի տևե, ինքը չասեց, Հիսուսը իրան ոչ մի պատասխան չտվեց, որտեղ նա բացարձակ մարմնավոր էր, բացարձակ երկրավոր էր, նրան ոչ հետարկում էր մեղքը, ոչ փրկությունը, ոչ Քրիստոս թագավորությունը, ոչինչ նրան հետարկում էր իր երկրավոր կյանքը, եւ նա մնաց անպատասխան, եղբայրներ քույրեր, բայց ուրիշ մեկը կար, Զաքեոս անունով, ուզում էր Հիսուսին տեսնել, բայց ինչ արեց, ինչն էր ստիպել իրան Հիսուսին տեսնել, գիտեք, երբ որ Հիսուսը Զաքեոսի տունը մտավ, մարդիկ շշնջում էին, մեղավոր մարդու տունը մտավ, եւ այդ շշուկները գալիս էին Զաքեոսի ականջին, բոլորը փսփսում էին, «Էս մեղավորը, Զաքեոս մեղավորը», եւ գիտեք ինչն էր պատճառը, որ ինքը ուզում էր Հիսուսին տեսնել, իր մեղքերը, նա էր պատճառը, իր մեղքերը, ինքը մեղքից էր դառել Աստծուն, ինքը չէր եկել հրաշքներ, նշաններ, իմանար այսպես ինչ պիտի լինի, վերջը ինչ պիտի լինի, ինքը խիստ տարբեր էր Հերովդեսից, երկուսն էլ ուզում էին տեսնել, ուրախացան, Զաքեոսը, Տեր ասեց, Զաքեի իջիր, իր անունը տված, ոչինչ չասեց, ոչինչ անելու չասեց, բայց Զաքեոսը ասեց, ինչ որ արել եմ, անցյալի կյանքս ես չնջում եմ, ում վշտացրել եմ, սխալ եմ ապրել, ներել եմ, ես զպարտել եմ, խապել եմ, թալանել եմ, անցյալիս վրա խաչ եմ քաշում, ես քեզ եմ ընտրել, իսկ Հերովդեսը դա չէր ուզում, իրան դա պետք չէր, նա կյանք ուներ, եղբայրներ քույրեր, ինչ տարբերություն կա, եկեղեցում էլ է այդպես, կարծում եք բոլորը եկել են Քրիստոսին կյանք փնտրելու, կարծում եք բոլոր հավատացյալները Աստծուն կյանք են փնտրում, հա, ով կուզեր իր սրտի թագավորը Քրիստոսը լինի, ով կուզե բացարձակ իր անձի կյանքից հրաժարվի, իրան ատե, իր մեջ Քրիստոս ապրի, կարծում եք բոլորը կհամաձայնվեն, ոչ, բոլորը չէ, բոլորը ակնկալիքներ ունեն, բոլորը իրանց հավատքի կյանքի մեջ պատկերացումներ ունեն Հերովդեսի պես եւ ուզում են իրանց հարցերի պատասխանը առնել եւ երբ որ չեն առնում, ասում են պետք չէ, գնա, որտեղից եկել ես այնտեղ գնա, ինձի նման Աստված պետք չէ, որ իմ երկրավոր հարցերը, իմ խնդիրները չի բավարարում, ինձ մի նշան ինձ ցույց չի տալիս, բայց իրան պատմել էին Հիսուսի բոլոր գործերի մասին, եղբայրներ քույրեր, բոլորը չէ, որ կուզեն իրանց թագավորությունից հրաժարվեն, Հովհաննեսի ժամանակն էլ էր գրված, որ Հերովդեսը Հովհաննեսին ընդունել էր, արդար ու սուրբ մարդ կարծելով նրանից վախենում էր, լսում էր, կանչում էր, լսում էր, բայց եկավ ժամանակ ընտրության առաջ կանգնեց։ Իր խոսքն է թանկ, իր խոսքի համար խոսք էր տվել իմ թագավորության կեսը կտամ եւ իր խոսքի համար, որ ինքը թագավոր է, իր խոսքը պիտի կատարվի։ Ինքը գնաց իր անձի ետևից, որտեղ Աստծո խոսքը ում համար հավատքը կյանք չէ, նա մի օր թողնելու է Աստծուն։ Ում համար ով հավատքը Աստծո խոսքը չի ընտրել Քրիստոսին որպես կյանք, ինքը մի օր միանալու է ծաղրանքին ու անարգանքին,
որ քահանապետները, տպիրները սկսեցին ամբաստանել, ծաղրել, Հերովդեսը միացավ իրանց եւ Հիսուսին մերժեց։ Եղբայրներ, քույրեր, շատ հետաքրքիր է մարդու էությունը, մարդու բնությունը։ Տերը թող օրհնեց ես։ Ես հավատում եմ, ես այս երկու օրինակները բերեցի, որ մենք քննենք մեր անձը, տեսնենք, մենք եկել ենք Աստծո, եկեղեցի ենք եկել Քրիստոսին որպես կյանք ընտրելու, հա, ինչ կլինի քեզ հետ։ Կյանք ընտրողները Հիսուսը իր աշակերտներին ասեց. դուք եք, որ ինձ հետ կենում եք իմ փորձություններում, եւ ես ուխտում եմ ձեզ թագավորություն։ Կյանք ընտրողները նրանից չեն հեռանում, չեն գայթակղվում։ Կարող է մի օր էլ սոված մնաս, կարող է մի օր էլ նեղը ապրես, կարող է դժվարություններ ունենաս կյանքում, բայց ինքը քո կյանքն է, դու կյանք ես ընտրել։ Դու չես հետ դառնում, իմանաս դու Հիսուսը կյանքի համար է քեզ, ինքը կյանքն է, հավիտենական կյանքն է, դու իրան կյանք ես ընտրել, քո սրտի մեջ փրկիչ ու թագավոր ես ընտրել իրան, ինքը քո սրտի թագավորն է, դու ուզում ես խոնարհվել, հանձնվել, ավետարանին ապրել ու հաճեցնել իր համար, բայց դու կզոհես քո թագավորությունը։ Եղբայրներ, քույրեր, Հերովդեսը չզոհեց, ոչինչ չարեց։ Ուզում էր, այսօր շատերն են ասում, եղբայր ջան, շատ եմ ուզում, պաշտամունքի շատ եմ ուզում գալ, բայց թե ինչ անեմ, մի խաբիր ինքդ քեզ։ Դրանք ընդամենը խոսքեր են։ Այդ որ կարող է արտահայտվես, ախր եղբայր ջան, շատ եմ ուզում պաշտամունքի գալ, բայց չգիտեմ ինչ անեմ, ոնց անեմ, չի ստացվի պատճառները, խնդիրները, մի խաբիր, դրանք շրթունքի խոսքեր են։ Ուզողը Զաքեոսի նման կեղնի։ Ուզողը չի նայել, ինքը ուզողը հավատքը, ով ասեց Զաքեոսին, հելիր ծառը, ով ասեց, իրա ներսի ինքը կյանքն էր փնտրում, ինքը իրա հավատքը ասեց, ոչ մեկը չասեց, հայրը ասեց, մայրը ասեց, կողքից ասին, բարեկամներն ասին, մեր մոտ հակառակն է, ծնողը ասում, պապան ասում է, մաման ասում է, եղբայրները ասում են, հեչ, ով ասեց Զաքեոսին, ով ասեց հավատքը, կյանքը փնտրող մարդիկ անարգելք են, նրանց դեմը պատ չկա, ով ասեց այն 4 անդամալույցին, այն 4 հոգով անդամալույցին բերել էին, արգելք կար, որ պիտի մտնեին Հիսուսի մոտ եւ փակ էր շենքը, ժողովուրդը պատել էին, ով ասեց տանիքից մտցրեք, պատը քանդեք ու մտցրեք։ Իրանց այդ միտքը որտեղից իրանց հավատքը ասեց։ Եվ հավատքի առաջ չկա պատ, հավատքի առաջ չկա հոգս, հավատքի առաջ չկա պատճառաբանություն, հավատքի առաջ կա ուղղակի կան խոսքեր շրթունքի, որ մենք ինքներս մեզ խաբում ենք, եղբայրներ, քույրեր, ինքներս մեզ խաբում ենք։ Մենք մտածում ենք, թե Տերը առաջինն է, իմ կյանքը, իմ Տերը, իմ փրկիչը, բայց Հերովդեսը ինչ էր արել իրան փնտրելու համար, երկար տարիներ, այդ երկար ժամանակվա մեջ մի ժամ չկարողացավ իր կյանքից կտրել, գնալ Հիսուսին փնտրել, կարգ չուներ, ծառաներ չուներ, փող չուներ, նա ընդամենը նա եթե որպես կյանք փնտրեր, իր ուզածին կհասներ, նրա համար Հիսուսը կյանքը չէր։ Եղբայրներ, քույրեր, ես ուզում եմ, որ մենք Տիրոջը որպես կյանք փնտրենք։ Նրանից թանկ բան չկա այս աշխարհում։ Նրանից թանկ բան, կարևոր բան այս աշխարհում չկա։ Իր տվածը, այն կյանքը, որ Հիսուսը տվել է մեզ, իր կյանքը զոհել է, որ մենք լինենք մեղքից ազատ եւ չկորսվենք ու հավիտենական կյանք ունենանք, դրանից թանկ բան չկա։ Այն ապահովությունը, այն սերը, այն կյանքը, այն խոստումները, որ Հիսուսը տվել է մեզ, դրանից կարևոր ու թանկ բան չկա։ Չգիտեմ էլ մենք ինչ ենք փնտրում, եւ չգիտեմ էլ ինչի ենք կիսատ պրատ փնտրում, եւ չգիտեմ էլ ինչի ենք ասում Հիսուս ջան, դու մեր կյանքն ես, բայց այս աշխարհի զվարճությունների տարվում, այս աշխարհին, երկրավորին, մարդկային փառքին, ես ձեզ ասեմ, եղբայրներ, քույրեր, մարդկային փառքը հաճելի է, բայց ոչ մեկը մենք դի լուսավորվենք, որ հասկանանք, դա մարդու կործանման համար է։
Հակոբոսն ասում է, ձեր սրտերը մի կիրացնեք մեղքով մորթվելու օրվա համար։ Անձի կյանքը հաճելի է, ուզածս անեմ, ուզածովս ապրեմ, սրտիս թակավորը ես լինեմ, ինքս իմ խելքով ապրեմ, իմ ուզածով ապրեմ, հաճելի է, որ դու գլխիդ տեր չունենաս։ Անձիդ է հաճելի, մարմնիդ է հաճելի, բայց այդ կյանքը կործանման պատճառ է մարդուն, եղբայրներ, քույրեր։ Անձը մարդուն կկործանե, եթե անձի մեջ կյանք լիներ, Քրիստոս աշխարհ չէր գա։ Այդ կյանքը չփնտրեց Հերովդեսը, չնայած բոլոր բաները ասում են, որ ինքը եւ ուրախացավ եւ շատ էր փնտրում, բայց ինչ օգուտ, երբ որ ինքը վերջում մնաց առանց Քրիստոսի։ Ինչքան տևեց իր ուրախությունը եւ ինչ արժեր են ուզելը այն ցանկությունը, որ ինքը վերջում մնաց առանց Քրիստոսի, որտեղ նպատակը սխալ էր եւ Քրիստոսին փնտրելու պատճառն էր սխալ, եղբայրներ, քույրեր։ Զաքեոսի կյանքում փրկություն եղավ այդ տան մեջ, Տերը գտավ կորածին, որտեղ նա Աբրահամի զավակ էր, հավատքով արդարանալու, ինքը Աբրահամի սերունդ էր եւ հավատաց Աստծո խոսքին եւ փրկություն գտավ։ Իր համար Հիսուսի խոսքը կյանք էր, եղբայրներ, քույրեր, դրա համար էլ գտավ։ Ես կուզենամ, որ մեզ համար էլ միևնույնն է կատարվելու է Աստծո խոսքը։ Ընտրությունը իմն ու քոնն է։ Ինչ պատճառ ուզում ես ունեցի, ինչ նպատակ ուզում ես ունեցի, տարբեր, միևնույնն է Տերը Դավիթը Սողոմոնին այսպիսի խոսքեր ասեց. կատարյալ եւ հոժար սրտով պաշտիր Աստծուն։ Եթե այդպես չպաշտես, կատարյալ ու հոժար սրտով չպաշտես, իմացիր, Տերը քննում է սրտերը եւ գիտե խորհուրդների բոլոր մտքերը։ Տերը գիտե դու ինչի ես փնտրում իրան, ուզածդ ինչ է, եկել ես իր առաջ ինչ ուզելու, Աստված գիտե, նա քննում է մեր սիրտը, մենք իրան կյանք ենք ուզում։ Եղբայրներ, քույրեր, իր հետ ապրել ենք ուզում։ Իր հետ որ ինքը որ սրտիդ մեջ եղավ, դու այս աշխարհը կանցնես, նեղությունը կանցնես, դժվարությունը կանցնես, քո խնդիրները, քեզ իշքան արհամարանքները կանցնես, մարդկանց տված նեղությունները կանցնես, ինքն է հաղթությունը, որ սրտիդ մեջ կա, ինքն ուզում է իր լուծումը քեզ առաջարկել, քո համար լուծումը հետևյալն է, նեղությունը գնա, երբ պիտի Տեր իշքան դիքալ նեղությունը գնա, քո լուծումը հետևյալն է, քեզ տանջողը գնա, քո լուծումը հետևյալն է, քեզ վիրավորողը գնա, բրծնես այս նեղությունից, դժվարությունից, իր լուծումը դա չէ, իր լուծումը նա է, որ ինքը քո մեջ ապրի, եւ դու էլ քեզի վշտացնողի հետ ապրիս, եւ միասին հաղթեք ամեն բան։ Դու համաձայն ես այս լուծումին։ Եթե դու այս լուծումը չես ուզում, դու նշան ու հրաշք ես փնտրում, թե երբ պիտի կյանքս Երբ պիտի մի օր էլ մենք, երբ պիտի բախտը ժպտա, մի օր էլ մենք հանգիստ ապրենք, էլի։ Բայց չենք տեսնում, որ այդ կյանքը Քրիստոսի մեջն է։ Մեր բոլոր պատկերացումները Աստված ուզում է քանդել եւ իր որդուն տալ մեզի որպես կյանք։ Ով որ որդուն ունի, նա կյանք ունի։ Ով որ Աստծո որդուն չունի, կյանքը չունի։ Տերը օրհնե ձեզ, եղբայրներ, քույրեր։